որ դու փառքդ երկինքներեն վեր դրիր, մանգանց ու գատնգեր տղայոց բերնեն, գովություն գադարեցիր։ Մենք եկած ենք այս առավոտ մեր գովությունը ներկայացնելու Աստծո։ Պիտի խնդրեմ, որ բոլորս ոտքի վրա ալանք և մեր երկարաններու ետևի գտնված բաժնին 34-րդ հատվածը փոխադարձ կերպով պիտի կարդանք և աղոթքով պիտի շարունակենք այս պաշտամունքը։ Տերոջը աչքերը արդարներուն վրա են, ու անոր ականջները անոնց աղաղակին։ Արդարները կաղաղակեն, ուղերը կլսեն, ու իրենց բոլոր նեղություններին կփրկեն։ Ով աղոթքի լսող քեզի պիտի քա ամեն մարմին, ով դեր լսե իմ աղոթքս ու իմ աղաղակս թող քեզի հասնի։ Իսկ դու երբ աղոթք կրես, մտիր ուրեկին սենյակը, ու թուրդ խոստե և աղոթք կրես որը, որ գաղթում տեղ կգտնվի և քո հայրը որ գաղթում կտեսնի, քեզի հայտնապես ցավություն կզինի։ Խնդրեցեք և պիտի դրվի ցեզի, փնտրեցեք և պիտի բացվի ցեզի, վասնզի ամեն ով որ կփնտրե, կգտնե, և ամեն ով որ թուրը կզարնե, պիտի բացվի անոր։ Արթուն կեսեք և աղոթք կրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Չանքի մեջ թուլասիրտ չլաք, հոգիով փորփոքեցեք, Տերոջը ծառայեցեք, հույսով ուրախ եղեք, նեղության մեջ համբերեցեք, ստեպ աղոթքի գեցեք։ Ամեն աղոթքով ու խնդրվածքով, ամեն ատեն աղոթք կրեք հոգիով, ու այս բանին հսկեցեք կատարյալ հարատենությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Բանի համար հոգ մի ընեք, հապա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով գոհությունով մեկտեղ ձեր խնդրվածքը Աստծո հայտնի ըլլա։ Եթե ձեզ մեկը նեղության մեջ է, աղոթք թողնե, եթե մեկը ուրախ է, սաղմոս թող երկե, ձեր հանցանքները իրարու խոստովանեցեք ու աղոթք կրեք իրարու համար, որպեսզի բժշկվի, արդարին ջերմերան աղոթքը շատ աստեցություն ունի։ Ավարտում ենք մարտ ամիսը սերունդներ և մտնում ենք քրիստոնյաների համար ամենամեծ ամիսը։ Տարբերվում են բոլոր կրոններից, որովհետև մեր Հիսուս Քրիստոսը կենդանի է։ Մեր Հիսուս Քրիստոսը մահը հաղթեց։ Մեր Հիսուս Քրիստոսը մեզ բերում է հույս հարդենական կյանքի։ Ամեն։ Ամեն։ Փառք ենք տալիս քեզ մեր Տեր և Փրկիչ, շնորհակալ ենք քո ողորմության, քո շնորհքիդ համար քո եկեղեցու վրա։ Շնորհակալ եմ Տեր քո տանդ մեջ ենք, եկեղեցիով Տեր իմ Աստվածս քո խոսքով լցվելու պատրաստ ենք, քո խոսքը բաժնակցելու պատրաստ եմ, և Տեր իմ Աստված, մենք խոնարհությամբ ենք գալիս քեզ, խնդրելով այս ծրարի մեջի բոլոր կարիքները բերում ենք քո ոտքի և խնդրում ենք քո հպումը, խնդրում ենք քո կամքը, խնդրում ենք քո առաջնորդությունը, խնդրում ենք քո գեղեցիկ գրկումը, խնդրում ենք քո սերը Տեր իմ Աստված մեր ամեն մեկի վրա լինի, քո սիրով ենք մենք տարբերվում աշխարհից, քո սիրով ենք մենք տարբերվում մենք բոլոր մնացած մարդկանց և ավելի շուտ Տեր քո սիրով ենք առաջնորդվում։ Առանց քո սիրո Տեր իմ Փրկիչս մենք նման չենք քեզ, առանց քո սիրո նման ենք ինչպես բոլորն են աշխարհում։ Դու մեզ բերել ես այս աշխարհ, բայց սովորեցնում ես, որ մենք այս աշխարհից չենք։ Քեզի ճանաչելով,
քեզի հետևելով ավելի ու ավելի Տեր մոտենանք քեզ, ինչպես քո խոսքդ մեզ սովորեցնում է։ Այսօրվա պաշտամունքը հանձնում ենք քո ձեռքի մեջ, շնորհակալ ենք քո ներկայության համար, օրհնես այս օրը, օրհնես ամեն մեկիս։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Բարի լույս։ Գեղեցիկ էին այսօրվա Աստծո խոսքից կարդացված համարները եւ նաեւ աղոթքը, որ ամեն ատեն ուրախ լինենք եւ գոհություն տանք մեր Աստծուն։ Գոհանանք իմե, որ այսօր մեզ կյանք շնորհեց եւ իր տան մեջ հավաքեց եւ միասին մեկ ընտանիքի պես երգենք ու գովենք, օրհնենք մեր Աստծուն։ Մեր ոչ սերը անուն, ինչպես աղոթեցինք, թող գրավի մեր հոգիներն ու սրտերը, ուրախությամբ հարաբանենք, օրհնենք մեր Տերը Հիսուսի անունով, ամեն։ Երգենք գովենք ու երգենք մեր Աստծուն, օրհնենք հարաբանենք մեր սրտերն, սամոսներ ասենք գնան ու տավիվով, ով հոգի ունի թող օրհնե այս երգով, օրհնյալ ես օրհնյալ, հարավոր Աստված, սիրով անգամ անգթած, ողորմած, թագավորություն, փառք ու զորություն, լինի օրհնում, օրհնու ես Սուրբ Որդուն, օրհնում ենք քեզ, Տեր, քանզի մեզ սիրեցիր, մեր փրկության համար որդին զոհեցիր, նամակով ծափով և ուրախ երգերով, օրհնում ենք Սուրբ ես, մեզ թագավոր, օրհնյալ ես օրհնյալ, հարավոր Աստված, սիրով անգամ անգթած, ողորմած, թագավորություն, փառք ու զորություն, լինի օրհնում, օրհնու ես Սուրբ Որդուն, ճշմարտությունով ու հոգով պաշտվեցեք, Աստծունով Սուրբ է երկրպագեց, շերտը դուքով սամոսներ ասելով, ով հոգի ունի, թող օրհնե այս երգով, օրհնյալ ես օրհնյալ, հարավոր Աստված, սիրով անգամ անգթած, ողորմած, թագավորություն, փառք ու զորություն, լինի օրհնում, ևս մեկ անգամ օրհնյալ ես Տեր, օրհնյալ ես օրհնյալ, հարավոր Աստված, սիրով անգամ անգթած, ողորմած, թագավորություն, փառք ու զորություն, լինի օրհնում, օրհնու ես Սուրբ Որդուն, Ալելույա, ամեն, պիտ ուրախանանք Տերոջմով, Տեր իր հոգիով վեցրեց, մեր բաժակը լցրեց, փառք իր Սուրբ անվան, միշտ մեզ հետ է, փառք Հիսուսի։ Պիտ ուրախանանք Տերոջմով, պիտ ուրախանանք Տերոջմով, Սուրբ Ոգիով անձի
օգնական, ամեն, շարունակենք։ Մեր Աստվածը միշտ մեզի է օգնական։ Կարող ենք նստել հատված կարդամ Փիլիպպեցիս գրքից. Ուրախ եղեք Տերոջմով ամեն ատեն, դարձյալ կսեմ ուրախ եղեք։ Ձեր քաղցրությունը ամեն մարդու թող հայտնի լա, Տերը մոտ է։ Բանի մը համար հոգ մի եղեք, ապա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով գոհությունով մեկտեղ ձեր խնդրված Աստծո հայտնի լա։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտք է վեր է ձեր սրտերն ու մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահպանի։ Փառք Աստծո այս խոստումներին համար, փառք Աստծո։ Տերը կարող է ինձմով անթիվ հրաշքներ գործել, բայց եթե կա, եթե խնդրենք եւ նվիրվենք, կընդունի Տերը մեր խնդրանքը։ Աղոթք է այս երգը, որպեսզի ավելի նվիրվենք Աստծուն, ավելի հավատարիմ լինենք, ավելի ծառայենք, փառք իր օգնությունների համար։ Տերը կարող է ինձ անթիվ հրաշքներ գործել, եթե խնդրենք նվիրվի, կընդունի
այսօր ձեզ մոտ մի գործեմ, ձեր մեջ, մեծ հրաշք։ Ամեն։ Գիտեք, այս խոսքերը ճիշտ Հիսուսի բերանից են գալիս, Տերը Տերոջ խոսքերը միշտ այո և ամեն են, և Տերը երբեք շուտ բան չի ասած և ինչ ասեց, կատարեց և պիտի կատարի, և որ կսեք գործի համար սրբեցեք, ձեր մեջ պիտի կատարեմ, եթե խնդրենք նվիրվենք, և եթե հրաշքներ ուզենք մեր կյանքի մեջ, պիտի նվիրվենք ավելի Աստծուն, բայց եղբայր շարունակեց։ Մեր նվերները պիտի դանք Տերոջը, պիտի խնդրեմ, որ Զաքոն և Մայքը առջև կա։ Պիտի խնդրեմ, որ Արշակ եղբայրը աղոթե։ Մեր սիրելի և պաշտելի պարավորյալ երկնոր Սուրբ Հայրը քեզ սրտան շնորհակալություն գայտնենք և փառք ու դանքում մեծ հոգատարության համար, որ դու մեզի կողոքասոտեր և միշտ անգամ գործես թե հոգևորապես, թե ֆիզիկապես։ Կաղոթենք այսօրվա հոգված նյութականը, թող քեզ փառք բերե մեր Տեր և Փրկիչ Հիսուս անունով աղոթեցի, ամեն։ Ամեն։ Բարելույս բոլորին։ Մի քանի հայտարարություններ դերը գամի ասի եղբայրներուն համար է քուրերը գրնան մնիկ չնել, it's okay։ Այս շաբաթ օրը ժամը 9-ին եղբայրներու աղոթաժողով ունենք հոս, նախաճաշ և աղոթքի պահ։ Եղբայրներ երեք ինձ իսվեցավ, որ Պայսեդինայի եղբայրները աղոթաժողով ունին, բրեքֆաստ ունին, դղասը սավ ինձի, ելակացի, տորնիկները սագերտան, եղբայրներ, կանի իրենք տղա են, 8 տարեկան, 6 տարեկան, աղոթաժողովի պապանին գպեր է և մասնակցեցան մոլարավես 60 եղբայրներ կային, 60 եղբայրներ։ Իխնդրեմ, որ եղբայրներ ականջ ետև չնետենք աղոթքը։ Աղոթքը շատ կարևոր է։ Եկեղեցիմը, դունիմը, ընկերությամը աղոթքը օջախ է, աղոթքը օրհնություն է, աղոթքը գրագը գզորացն է, ասված գխնդրե, որ անդատար աղոթ կնենք։ Եվ մանավար աչկերնից կոցենք, որպեսի կողմիններով չմտահոգվի, մանավանդ ֆրիվեին վրա կշած ադենից։ Նաև որ արդուն ենք, արդյոք։ Կշած ադեն են աչկետ բաց աղոթ ենք, չեմ ուզեր որ կոցենք։ Շաբաթ օրը ժամը 9-ին եղբայրներ։ Ինձի լուր մի եկավ Պայսեդինային։ Գիտեք որ մեր քուր եկեղեցին, Պայսեդինա, Գլանդել, քուր չեղած
մայր եկեղեցին է։ Պեսեդինայի դեսիլ կներ, եկեղեցի դեսիլ կներ, որ Հոլիուդի մեջ ծառայություն ունենալ։ Եվ իրենք աշխատեցան եւ աս եկեղեցին մեջտեղ եկավ 34 տարիներ առաջ։ Ուրեմն անցյալ տարի ելինք եւ այս տարի անգամ եւս համակումար պիտի ունենանք միացյալ նորեն, որ պիտի ելա այս տարի, անցյալ տարի հոկտեմբերին էր, այս տարի պիտի ելա հուլիսին, հուլիս 18, 19 եւ 20, պիտի ելա Սանդիագոյի մեջ, Point Loma Նազովրեցի համալսարանի մեջ, շատ գեղեցիկ տեղ մնա, մենք քանի անգամներ հոնել ենք, ձեր անունները դվեք, ձեր այդ շաբաթ, ուրբաթ շաբաթ կիրակին ապահովեցեք 18, 19 եւ 20 օրինավոր թուղթերը պիտի կան, ապա մի քանի շաբաթ են ցեզի գայդարը։ Միան ձեր թվականը միտքը մկելի թողլա որ այս տարի համակումար պիտի լա, պիտի միանանք Պեսեդինայի եկեղեցին։ Դերոջը մեկ զավակը։ Միշան գարսեն, որու պիտի մոդենանք, ինչ կխորենք, որում պիտի մոդենանք։ Արմանին։ Ներ արձանագրող եղբայրը միշտ Արմանի եղած է, հիմա ես չեմ ուզել իր ձերքեն գործը արնել։ Մոտավորապես $200 պիտի լա։ Անցյալ տարի նույնն էր։ Ես զարմացա, որ ամեն ինչ կսուգնա, բայց անցյալ տարին այս տարի ավելի հարմար է կարծես։ Շատ գեղեցիկ է, ես պիտի երտամ։ Արը, հիմա մինչև Արման եղբայրը, որ պիտի արձանագրե, ինքը մեզի անգլերեն երկունիք, չէ? Այո։ Եվ ընդհանրապես մենք կալգիրագի ամսուն, ապրիլի ամսուն 6-ն է կալգիրագի։ Ընդհանրապես մենք հաղորդություն ունենանք առաջին գիրագին։ Եվ ինչ ասինք մենք, չպիտի ելա կանի, որ ավակ ուրբա 5 շաբթի օրը հաղորդություն պիտի ունենանք հոս, երևոյան ժամը 7-ին։ Ավակ շաբաթ, որ գիրագի զադիկ կնե, պիտի ունենանք 5 շաբթի իրիգուն, ինչու 5 շաբթի իրիգուն կունենանք, հաղորդությունը այդ օրը սկսավ։ Հիսուս հացը գդրեց այդ գիշեր վերջին ընթրիկին։ Եվ նաև ուրիշ հայտարարություն մնալ, Զարգազարդը մեկ կիրակի առաջ որ գնե ամսուն 13-ին Զարգազարդը պիտի դոնենք հոս եւ ընդհանրապես այդ օրը մանուկներու նվիրում գլա։ Եթե երեխա ունիք, մանուկ ունիք, որ նվիրված չէ դերոջը, գաղութենք եւ Աստծո կնվիրենք, ինչպես որ Հիսուս նվիրվեցավ, քանի տարեկանին նվիրվեցավ Հիսուս։ Հա? 8 օրական։ Որու կհետևենք մենք Հիսուսի։ Եվ ասված, եթե գա մեկը ինձի մոտեցեք, ձերանունները դվեք, որպեսի եթե պիտի նվիրեք երեխամը, գոնե իրենց համար վգայականը պատրաստենք, որ լավ լա բոլորի։ Սաղմոս 27-ով գիվի, ալ ճիշտ հացնեմ ովը սուրբ գիրք ունի հետը։ Այդ Սաղմոս 27-ը կարդակ առաջի համարը։
Սկանգիրով գիտի։ Լավ շատ չտանջեն։ Ահա, աստիք չեմ։ Դա մայկրոֆոն կարանք։ Դերը իմ լույսս ու փրկությունս է, ես որն է պիտի վախենամ։ Դերը իմ կյանքիս ապավենն է, ես որն է պիտի դողամ։ Ամեն։ Եվ երկ կա, չէ՞։ Ոնց է։ Դերն է իմ փրկությունը, ես ումից եմ վախենում։ Դերն է իմ կյանքիս ապավենը, ես ումից եմ դողում։ Դերն է իմ կյանքիս ապավենը, ես ումից եմ դողում։ Բառերը հասկացան կարծիք։ Տերն է իմ լույսն ու փրկությունը, ես ումից եմ վախենում։ Եթե Տերը քո կյանքիդ իրոք Տերն է, վախենալու բան չունես, ինչի մեջ էլ որ ես։ Գիտես, Աստված խոսք չտվեց, որ ամեն դժվարությունից մեզի պիտի ազատի, բայց խոստացա, որ դժվարության հետ մեր հետ պիտի լինի եւ մեզ պիտի ազատի։ Հարկ տանք մեր Աստծուն, որ ամեն փոթորիկների մեջ մեզի հետ է եւ մեզ հաղթություն է տալի եւ ամեն հաջորդ երգը անգլերենով պիտի երգենք, որ Տերն է մեր կյանքի, Հիսուս է մեր կյանքի Տերը եւ մեր փրկիչը։ Հարկ Տերոջ, ուրախ եթենք ծափերով այս երգը Տերոջը փառքի համար։ Այո, կարող ենք ոտքի վրա լինել։ Փառք ենք տալիս ես Տեր իմ Աստված, զորավոր Հայր, շնորհակալ ենք քո ողորմության համար, շնորհակալ ենք քո զորավոր ձեռքիդ համար եւ այս պահին պատրաստ եմ Տեր իմ Աստված ծառայելու քեզ քո խոսքը մատուցել իմ եղբայրներիս, քույրերիս, քո սուրբ հոգու առաջնորդության եւ կարիք ունենալով, որ ամեն բան լինի կատարյալ, քանի որ դու Տեր իմ Աստվածս կատարյալ Աստված ես։ Առաջնորդես ինձ քո սուրբ հոգով եւ մատուցեմ քո ընտանիքի, մեր ընտանիքը, մեր եկեղեցին Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն, հալելույա։ Սիրելիներ, այսօրվա թեման գալիս է մի վիդեո, որ ես նայեցի եւ այս վիդեոն հիմա դնելու ենք, որ դուք նայեք անգլերենով է, եկան շատ եկան հայտնի քարոզիչի, բայց կարծում ճանաչեք իրան։ I have no victory in my life. Billy Graham. Cannot live a victorious life if you neglect Bible reading and Bible study. Every time a person comes to me and says, I'm not getting my prayers answered,
I have no victory in my life. I have no joy in my life. I don't have the peace in my life that I know I should have as a Christian. I ask them one question. Are you reading your Bible daily and studying your Bible? Now here's how to read the Bible. Read it reverently. It's an interview with Almighty God. Read it with expectancy. Come to the Bible expecting God to speak to you. And read till He does speak to you. And I have come to many points in the Bible that I did not understand, and I would get on my knees and I'd say, Lord, show it to me. And I found the meaning of that passage on my knees by the Holy Spirit. And then take adequate time with the Bible. Don't just read a verse and do it as a duty and as a ritual and close the Bible. Take time. And you ought to do it every morning. Before you leave your room in the morning, or before you leave the house, spend a half an hour in prayer and Bible study and Bible reading, and I'll tell you the day will go totally different. You'll be walking on air. There will be a joy in your soul. There'll be a spring in your step. There'll be a smile on your face. There'll be a total different attitude toward life if you will get in the habit of reading your Bible and spending time in prayer every morning. And I don't care who you are, you can... Amen. Կյանքի մեջ շատ անգամ Աստված ընտրում է անձեր, որ իրանք էությամբ այնպիսի քարիզմատիկ, այնպիսի զորավոր կանչ ունեն իրենց կյանքի մեջ, հատկապես իրենց ձայնը տարբերվում է բոլոր ձայներից։ Քարլոս եղբայրը ծառայում էր Արգենտինայում մի ուրիշ նորից զորավոր քարոզիչի մոտ, Լուիս Պլավ, նա էր յուրահատուկ ձայն ուներ, երբ որ Լուիս Պլավի ձայն կարիք չուներ տեսնել, որ իմանար ինքն էր այդպես ավետարանից շատ զորավոր ձևով խոսքը քարոզող անձ։ Երբ որ ես այս վիդեոն տեսա Instagram-ի մեջ, առաջին 4 կետերը, որ ինքը Billy Graham-ը ասեց, վարկյանական ուշադրությունս գրավեց։ Եվ ասի ես կուզենամ քարոզել այս խոսքի վրա։ Եվ ինքը ասեց, ժամանակ անցկացնում ես Աստծո խոսքը կարդալու, ժամանակ դնում ես Աստծո խոսքը սերտելու, սերտողություն խոսքի։ Եթե ուզում ես ասում քո աղոթները պատասխանվի, եթե ուզում ես զվարճություն քո կյանքի մեջ, եթե դու ուզում ես հաղթանակ քո կյանքի մեջ, եթե ուզում ես խաղաղություն քո կյանքի մեջ, ասում եմ, երբ որ դու առավոտած սկսում ես օրդ, աղոթքով, սկսում ես խոսքի մեջ, ոնց որ օդի մեջ քայլես, it's like walking in air, ես շատ ճիշտ ասում։ Մեր զբաղ կյանքերը շատ հեշտությամբ մեզ շեղում է։ Եվ շատ անգամ ես որոշ բաներ կարող կրկնեմ, ոմանքիդ համար երկրորդ անգամ կարող լինի, բայց ոմանքիդ համար կարող առաջի անգամ լինի։ Ես հիշում եմ եկեղեցիում մի անգամ պետքարանը գնացի եւ պատի վրա մի հատ մեծ ֆրեյմի մեջ դրված էր. Տեր, այնքան զբաղ օր ունեմ այսօր, ժամանակ չունեմ աղոթելու ու դուրս ա գնում օրը սկսելու։ Հետո դրանից հետո ուրիշ մի նախարարություն ասում է, Տեր, այսօր այնքան զբաղ օր ունեմ, պետք է աղոթքով սկսել օրս, որ դու առաջնորդես իմ զբաղ օրս։ Շատ անգամ մեր կյանքը այնպիսին է լինում, սիրելիներ, որ մենք մոռանում ենք ամենակարևոր բանը, որ ասում է Billy Graham-ը, օդի մեջ ես քայլում, դա Աստծո ներկայության մեջ լինելն է։ Ոչ թե միայն Կիրակի օրը, որ իրար հետ ենք Աստծո ներկայությունն ենք վայելում, այլ հրավիրես Աստծո ներկայությանը քո տանը մեջ, քո մեքենայի մեջ, հրավիրես Աստծոն քո ամեն օրվա գործիդ մեջ, աշխատանքիդ մեջ, լինի քեզի առաջնորդ ամեն քայլափոխին։ Եվ սկսելու ենք առաջի համարով, որ ինչու մենք մեր աղոթքի պատասխանները չենք ստանում։ Դրանով ասեց, սկսեց Billy Graham-ը, ինչու մեր աղոթքի պատասխանները մենք չենք ստանում։ Իմ հարցը կլինի, how is your relationship with God? Ինչպես է քո փոխհարաբերությունը Աստծո հետ։ Ունես փոխհարաբերություն, թե միգուցե դա միայն Կիրակի օրն է լինում։
Ես գիտեմ ինձ համար մի ժամանակ կար, որ միայն կիրակի օրն էր, մինչև որ ավելի մտերմացա Տիրոջ հետ, մինչև որ ես ավելի սկսեցի ժամանակ անցկացնել Աստծոս հետ, եւ ամենալավ ժամանակ Աստծո հետ անցկացնելը եղավ Աստծո խոսքը կարդալ եւ սերտողության մասնակցելը։ Այնքան էինք ծառավ Աստծո խոսքի համար, որ 3 շաբթի օրը գնում էինք մի ծառայության, 4 շաբթի օրը գալիս ենք այստեղ Զույգերի ժողովի, 5 շաբթի օրը գնում էինք Առաքելական եկեղեցի սերտողության, միայն թե խոսքը լսվելու, ծառավ ենք, ուզում ենք, եւ ինչքան ենք այդ ծառայության հետևից ընկանք, այդքան հոգեորապես մենք լցվեցինք։ Ինչի է Բիլի Գրահամը հատուկ կետ տալիս Աստծո խոսքը կարդալու եւ սերտողության մասնակցելու, խոսքը սերտելու։ Կարդանք Ղուկաս 2-րդ գլխի 52-րդ համարը։ Let's go to Luke chapter 2:52. Hopefully you're there. Եվ Հիսուսը զարգանում էր իմաստությամբ եւ հասակով, շնորհ գտնելով Աստծո եւ մարդկանց առջև։ Շնորհ գտնելով Աստծո եւ մարդկանց մեջ։ Աճում էր ինքը հոգեորապես։ Մեծանում էր, երբ որ ինքը կորել էր եւ մայրը հայրը ասեցին, ուր է մեր տղան։ Կարծում էին բարեկամների հետ, կարծում էին խումբի հետ, որ հետ է վերադառնում, տեսան որ չկա։ Հետ վերադարձան փնտրելով։ Ինչպես որևէ մեկս, որ մեր երեխան մի վարքյան տեսնում է, պանիկայի մեջ ենք լինում, չէ՞ պատկերացեք, արդեն չգիտեմ, ինչքան ժամանակ է, մի քանի օր է, եթե չեմ գնաց մեկ օր քշել են առածի մնալես մեր երեխեն ուրա, բայց հանդիստ են, այն ժամանակ է, ժամանակվա նման չէր, բայց էլ իր խնդիրները կային։ Բայց ուր էր Հիսուսը։ Որտան մեջ, զարմացած իրանց վրա, բայց դու չգիտեք, ես ուր պետք է լինեմ։ Բայց դու չգիտես, որ կիրակի օրը ես ուր պետք է լինեմ։ Բայց դու չգիտես, որ ես այս ժամին աղոթքի մեջ եմ։ Բայց դու չգիտես, որ առաջի շաբաթի ես եղբայրներով եմ։ Բայց նախաճաշ ենք ենթանում։ Աղոթելու ենք մեր մեծ Աստծուն, հավաքվում ենք բոլորս իրար հետ։ Բայց չգիտես, որ 4 շաբթի օրը էստեղ եմ, չգիտես, որ 5 շաբթի ընդեղ եմ, այդ պատասխանը մենք պետք է տանք։ Այդ հաշվատվությունը մենք պետք է ունենանք։ Երբ որ լսում ենք Բիլի Գրահամի այսպես այդ խանդավառ ձևով, որ ինքը քարոզում է, ասես ուխ ասում ես, նույնիսկ մարդիկ, որ ապաշխարած են, նորից են ուզում ապաշխարեն, երբ որ Բիլի Գրահամը քարոզում է։ Նույնպես է գերմանացի Ռայնհարդ Բոնկին, Աստված իր տեսիք տվեց Աֆրիկայի, ամբողջ Աֆրիկայի քարտեզը եւ միլիոնավոր մարդիկ դարձի եկան իր կյանքը նվիրեց եւ պատկերացրեք գերմանական ակսենտով իր այդ խոսալ է իրա Jesus Christ loves you Եվ այդ նույն բանը մենք պետք է ունենանք սիրելիներ, այդ նույն ուրախությունը, եթե ուզում ես աղոթները պատասխանատի ասում է Բիլի Գրահամը, պետք է խոսքը կարդաս, քո աղոթների պատասխանը գրված է այստեղ։ Ինքան հաճելի էր անցյալ 4 շաբթի օրը սերտողության ժամանակ ասում եղբայր այնպեսի լավ մի հատ խոսք ասես կուզենամ, եթե կարելի է մի հատ այս խոսքը կարդալ։ Ու այնպեսի լավ խոսք էր, որ ես անցա դրա վրայով չնկատեցի, բայց ինք այդ հայտնությունը, որ ինչպես մենք զբաղված ենք աշխատանքով, որ ժամանակ չենք ունենում Տիրոջը։ Լոս Անջելեսը շատ հեշտությամբ քեզ կարա կուլ տա։ Չիկագոն շատ հեշտությամբ կարա քեզի կուլ տա։ Մայամին շատ հեշտությամբ քեզի կարա կուլ տա։ Նյու Յորքը կարա շատ հեշտությամբ քեզի հապշտակի, որտեղ այս մետրոպոլիտեն քաղաքները այնքան զբաղ են։ Բայց դու գնա ավելի խախանդ քաղաքներ, որ վրազը չկա, մարդիկ այդ նույն ստրեսը չունեն, որ մենք ենք անցկացնում։ Որտեղ մենք զորոցի ենք գտնում եւ մի օր պետք է արթնանանք, նայենք, ասենք ես երբ տարան 70 տարեկան, երբ տարան 80 տարեկան, կյանքը գնաց, ուզում է այս արած լինել, ուզում է այն արած լինել, Տիրոջ համար ուզում է ծառայել, Տիրոջ համար ուզում է այս անել, չկարողացա այս անը, չկարողացա այն, ինչու, որտեղ մեր հերթականությունը ճիշտ չենք տանում։ Բիլի Գրահամը ասում է, եթե ուզում ես աղոթնել պատասխան տեսնես,
Աստծո խոսքը։ Սերտի Աստծո խոսքը, սովորի այսինքն։ Հիսուսը ասեց, բայց չգիտես ես ուր պետք է լինեմ։ Իմ հորը տունը։ Եվ զարմանում էին տպիները, զարմանում էին քահանաները, զարմանում էին հոգևոր անձերը, թե ինչքան իմաստությունով էր Հիսուս Տեր և Փրկիչը, որ մարմնով եկավ։ Նա կարար որպես Աստված ներկայանար, ներկայացավ, բայց ինքը մարմնով եկավ։ Ինչու՞։ Արյունը թափելու։ Դա շատ կարևոր թեմա է։ Հիմա մենք ունենք սերտողություն չորեքշաբթի ժամը 7-ը։ Եթե տեսնեք մի շատ գեղեցիկ ձևով տախտակի վրա գրատախտակ ասել, այդպես էլ առաջ գնանք։ Անգլերեն հիմա կսկսենք եկող հինգշաբթի օրվանից։ Անգլերենով նորից ժամը 7-ին։ Ես իմ ժամս տալիս եմ ձեզ։ Դրա մեծ եք ասում եմ։ Մեծ ուրախությամբ Աստծո խոսքը սերտում ենք եւ բոլորս մասնակցում ենք։ Բոլորս իրար հետ կիսվում ենք։ Ամեն մեկս մեր կարծիքն ենք բերում, կարդում ենք, ես ինչա, սովորում ենք, ես էլ հետը։ Ես ուսուցիչ չեմ։ Ես հովիվ եմ։ Ես եմ ձեզ հետ սովորում։ Իրար հետ աճում ենք։ Խոսք ասումը մեկս մյուսին սրում ենք։ Խոսքեր կան, որ մենք օգտագործում ասում երկաթը երկաթին է սրում։ Խաբար չենք, որ դա Աստծո խոսքից է եկած։ Iron sharpens iron. Երկրորդ կետը I have no victory in my life, Billy Graham ասում։ Հաղթանակ չունեմ իմ կյանքիս մեջ։ Ինչու չունենք հաղթանակ։ Եկեք կարդանք առաջի Կորինթացիս 15-րդ գլխի 57-րդ համարը։ 1 Corinthians chapter 15 57 Բայց գոհություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ The victory is ours. Հաղթություն տվեց արդեն։ He gave it to us. Ո միջոցով։ Բայց մենք հաղթանակ չունենք մեր կյանքի մեջ։ Որտեղ այս մի համարը կարող չգիտենք։ Մյուս համարը չգիտենք։ Ժամանակ չենք տրամադրում մեր Տիրոջ խոսքը կարդալու եւ աճելու եւ սովորելու։ Do you know your purpose in life? Դու գիտես քո կյանքի նպատակը այս աշխարհի վրա։ Այս աշխարհի մեջ քո նպատակը։ Իմ նպատակը Uber քշող չի։ Իմ նպատակը բիզնեսմեն չի։ Իմ նպատակը հովիվ է։ Որն է քո նպատակը։ Երկել, որն է քո նպատակը։ Ծառայել որևէ միտեղ, արանո, դու պետք է իմաս, ինչպես կարաս իմանաս, որ այդ հաղթանակը ունենաս, ինչա քո կյանքի նպատակը։ Ասեմ ձեզ իսրեն է, եթե ուզում ես իմանաս, you have to have intimacy with God. Մտերիմ ժամանակ պետք է մենք անցկացնենք Տիրոջ հետ մեր ծածուկ սենյակում աղոթքի մեջ։ Երբ որ մտերիմ ես Տիրոջ հետ, դու խոսքի մեջը կարդալով կինաս եւ Տերը քեզ հայտնություն կտա առաջնորդի։ Կգաս Կիրակի օրը աղոթքով, աղոթքի պատասխանը կլսես քարոզիչի միջոցով։ Ունենք Աշոտ եղբայրը, որ միանալու է մեզ եկող Կիրակի օրը։ Եղբայր, որի ժամանակը տրամադրում է, գալիս է իր օրհնության աղբյուրը դառնում մեզ համար, իր օրհնություններն է բերում, Տիրոջ ներկայությունն ենք վայելում։ Շատ կարևոր է, որ այդ մտերիմ ժամանակը մենք անցկացնենք Տիրոջ հետ, որ Աստծո կամքը մեր կյանքի մեջ իմանանք։ Մի նայած, այլ արդեն այս տարիքին եմ հասել, Մովսեսն էլ 80 տարեկանում իր նպատակը սկսեց։ Իր կյանքը 340 տարվա բաժանվեց։ Առաջի 40 տարին միտեղ, մյուս 40 տարին անապատում որպես հովիվ, հետո նոր վերջի 40 տարին
his purpose, իր նպատակը Աստծո թագավորության մեջ։ Երբ որ ես գիրքը կարդացի Purpose Driven Life, նպատակով ցկված կյանքը, Rick Warren այդ գիրքը գրեց, այնքան հաջողություն ունեցավ այս գիրքը, որ Rick Warren-ը ոչ թե իր 10-րդն էր բերում սիրելիներ, 90-ն էր բերում 10-րդով ապրում։ 90% իր եկամուտի տալիս էր Աստծուն, 10%-ով ապրում։ Իհարկե հաջողություն կա, կասես, բայց նաև սիրտը իրա, հեշտությամբ կարար չէ պայել 90-ը, խոսքը չի ասում իրան, որ 90-ը դբեր։ Մաղաքյա գրքի մեջ ասում է 10-րդը դբեր, ինչու, որ պաշար լինի։ Երբ որ եկեղեցին մի բանա կատարում ենք պաշար ունենանք, so that we may have seed in this church։ Եթե մի բանի կարիք կա, հավաքվենք ժողովուրդ ջան, պաշար ունենք, արի այս պաշարը տանենք տանք Փասադենային։ Եկեք այս պաշարը վերցնենք ուղարկենք այս ուսուցարայությանը։ Ոչ թե եղբայր կարասում պես ես ինչի կարասում եմ, այլ եկեղեցին ունենա պաշար։ Եվ այս մարդը 90%-ը տալիս է։ Եվ հոյակապ գիրքը, եւ իմ սիրած մեկ նախադասությունը դրա մեջ, որ միայն էդի հերիք էր ինձի, բայց շատ լավ, շատ հոյակապ գիրք, գրած ամեջը, երբ որ մի մարդ իմանում է Աստծո կողմից իր նպատակը կյանքի մեջ, կյանքը հեշտանում է։ Once you know the purpose, your life is easy. Որտեղ արդեն գիտես, սա է։ Երբ որ Տիրոջից ստացա կանչը, որ հողություն անեմ, ես ոչ հոգևորապես պատրաստ էի, ոչ մտքով պատրաստ էի, ոչ ֆիզիկապես պատրաստ էի։ Ու զարմանում եմ, Տեր, այս վիճակից մեջ, բայց ինչպես դասավորվեց, որ թե պատմերի Մատոսյանը, թե Վաչենտե ընտանիքը, թե հոգեբանությունը, կամաց, ես ոչ մի բան չեմ բրտել, ոչ մի բան չեմ ասել, ժամ առագացրու, ոչինչ թողել եմ Տիրոջ ձեռքը, որտեղ Տերը գիտի։ Աստված գիտի մենք ինչերի մեջով ենք ասնում։ Դու գիտես քո ցավերը, դու գիտես քո խնդիրները, ես գիտեմ իմինը։ Դրա համար երբ որ ես խոսքը քարոզում եմ, խնդրում եմ, որ Սուրբ Ոգին առաջնորդի, որտեղ Սուրբ Ոգին գիտի քո խնդիրները, ես չգիտեմ։ Եվ ես ինչ որ խոսում եմ, քարոզս ընդամենը 5 վայրկյան էլ չի տևի, որ կարդամ։ Դրա համար խնդրում եմ, որ Սուրբ Ոգին առաջնորդի, եւ ինչու, որ խոսի ձեզ հետ։ Եթե քո նպատակը գիտես, սիրելիս, կյանքը հեշտանում է։ You don't have to look for anything else. Կարիք չունես թվես, վայ ինչ անեմ, վայ այստեղ անեմ, վայ այնց անեմ։ No, էսա։ Քայլի։ Զվարճությամբ, քայլի, ուրախությամբ, քայլի։ Երրորդ կետը։ Billy Graham ասում, I have no joy in my life։ Անգլերեն happiness կա եւ joy։ Ուրախություն եւ զվարճություն։ Նույնիսկ խոսքի մեջ գրած է ուրախություն, անգլերենի մեջ գրած է joy, զվարճություն։ Զվարճություն եւ ուրախություն տարբեր են սերներ։ Եվ պետք է կարեւոր է որ մենք հասկանանք տարբերությունը։ Joy comes from God, ու զվարճությունը Աստծոց է գալիս։ Ուրախությունը մեր ընտրություններից։ Փոքրիկ երեխային մանուշակույրը տվեց կանֆետ, պապան ասել, այդ շաքարը իրա մեջ է, բայց ուրախացավ է փոքրիկը։ Կանֆետը չստանա չի ուրախանա։ Երգը գալիս է ինքը ուրախանում է, սկսում է պարել։ Երգը կանգնում է, ինքը կանգնում է։ Նույնպես էլ մենք ենք։ Մենք փնտրում ենք մի բան լինի, որ ուրախանանք։ Երիտասարդ տարիքում հավաքում ենք, գնում ենք միտեղ, ուրախանում ենք։ Այդ օրը վերջացած փնտրում ենք վաղ ինչ ենք անելու, որ ուրախանանք։ Բայց այդ զվարճությունը, որ Աստծոց է, ներքին է, քո ներքին մարդը արդեն պետք է լինի ուրախությամբ։ Ինչու՞։ Առաջինը, որ դու ճանաչում ես Հիսուս Քրիստոսին, երկրորդը, քո կյանքդ հանձնել ես Հիսուս Քրիստոսին, երրորդը, ինչ է որ լինի կյանքիդ մեջ, դու վստահում ես Հիսուս Քրիստոսին։
Բայց եղբայրը տղայի շատ լավ խորհուրդ տվեց ներսը, ես թռա մեջը, որ ոսե ես ինչ մարդ օգե, նո, հանձնիր տիրոջ ձեռքի մեջ։ Քո կյանքդ ավելի ապահովա Աստծո ձեռքի մեջ, քան կտրես իմ ձեռքիս մեջ։ Ես իմ լավագույնը կարամ իր համանեմ, բայց ես սահմանափակ եմ։ I'm limited to what I can do. He's not. Դուր քո կյանքդ, խեկը դուր իրան։ Շատ անգամ մենք տալիս ենք խեկը, Հիսուսի ասում ենք, Տեր իմ Աստված, առաջնորդի իմ կյանքը։ Բայց այն մարդիկ կան, որ նստում են մեքենայի մեջ եւ ասում են, ստեյտաճարա, ձախարա։ Մենք էլ Հիսուսին ասում ենք, ինչպես մեքենան բարի։ It's a decision, որոշում պետք է ներկայացնենք։ Օրա գալիս, վաղտա գալիս, հայտնություն է, լույսը վարվում է, մտքիդ մեջ ասում ես, that's it։ Էսա, ասենց պետք է անեմ, փոփոխություն պետք է բերեմ։ Զվարճություն, եթե ուզում ես, խոսքը պետք է կարդանք։ Ներքին այդ զվարճությունը շատ կարևոր է։ Զվարճությունը միշտ պետք է մեր մեջ լինի, նույնիսկ տխուր ժամանակ այրաքուն ինձ ասեց ինչպես ես, ասի նույնիսկ եթե լավ չեմ, լավ է։ Որտև Հիսուս Քրիստոսի զավակն է, Աստծո զավակն է։ Ինչ է որ լինի, տխրում ենք, հա, ես չեմ ասում, որ անձգայ ենք, մարմնի մեջ չեմ, բայց պահա գայս, որ նույնիսկ նեղված ժամանակ ասում ես, քեզ որ ես քեզ ճանաչում եմ։ Շնորհակալ եմ, որ դու ես իմ Աստվածը եւ ոչ Մուհամեդը։ Շնորհակալ եմ, որ դու ես Տեր իմ Փրկիչս Հիսուս Քրիստոս, ոչ թե Բուդան։ Մի հատ կատակ մեկը ասում էր, ասում է, աղոթում ես դու քո Աստծուն, հնդիկ ասում է, որ մեկին։ Քանյալ Աստվածին ունենք, ու գլուխն է շարժվում։ Մենք գիտենք մեր Աստվածը ով է։ Ու գնում ենք իրար ու հերիքա, այդ խաղաղությունն է դառնում։ Սաղմոս 16-րդ գլխի 11-րդ համարը, Psalms chapter 16 verse 11։ Այդ հայրենում ստեղ ուրախություն է գրած, բայց նայեք։ Կենաց ճամփան ես ցույց տալու ինձ քո ներկայության մեջ զվարճություն լիություն կա։ Հայերով գրած ուրախություն, բայց ճիշտ բառը զվարճություն է։ Կենաց ճամփան ես ցույց տալու ինձ քո ներկայության մեջ զվարճություն կա։ In his presence there is joy. Իր ներկայության մեջ զվարճություն կա։ Ամեն փնտրում եք ուրախություն դրսերը, փնտրում եք ուրախություն տարբեր տեղեր, բայց իր ներկայության մեջ է այս գեղեցիկ զգացմունքը։ In your fullness of joy. Երբ որ մենք իր ներկայության մեջ ենք սիրելիներ, զվարճությունը կա։ Ինչպես ենք իր ներկայության, իրան ճանաչելով, իրան փնտրելով։ Չորրորդ եւ վերջի կետը սիրելիներ, իմ եղբայրներ եւ քույրեր։ Պիլիգրամի վիդեոյի մեջ որ լսեցինք, I have no peace in my life. Խաղաղություն չունեմ իմ կյանքիս մեջ։ Ստրես ունես, խաղաղություն չունես։ Խաղաղություն ունես, ստրես չունես։ Պապաս մի հատ երբ որ քարտ վարել կբաժանել միշտ հայրս։ Թերթիկներ, ուկտար, այսպես իրա կոտրված անգլերենով սսկտանք ասես No Jesus, no peace։ No էր ասում, բայց no Jesus։ Ճանաչում ես Հիսուսին, ունես խաղաղություն։ No Jesus, no peace, բայց իրա անգլերենով No Jesus, no peace։ Չկա։ Բայց ճիշտ է։ Ճիշտ է։ Այդ խաղաղությունը վերևից է գալիս։ Աշխարհի մեջ չկա։ Լուրերը բացում եք, խաղաղություն տեսնում եք։ Լուրերը որ կարդում եք, նույնիսկ երկիրը ճիշտ ճանապարհի վրա է, բայց ինչքան մարդիկ հակա են դեռ։
լրիվ խախտումները մեջտեղ է հելնում, չայնանում է, որ հելնում է մեջտեղ։ Լրիվ անարդարությունները մեջտեղ է գալիս, իրար մասին ուզում է կախարան անել։ Ինչու ովտեղ մարդիկ ուզում են անարդար կյանքը։ Եվ ուզում են ծածկված լինի, ինչի ես դու մեզ ցույց տալիս մեր սխալներ, ինչու ես բերում մեջտեղ հպարտության մեջ ապրելով է։ Հանձնի կյանքդ Հիսուսի, իմացի, որ այնտեղ խաղաղություն կա։ Կարդանք Հովանու 14-րդ գլխի 27 համարը։ Իմ սիրած համարներից մեկն այսինքն ասող խոսք ինքան լի սիրած համարներ ունի, բայց այս մեկն էլ յուրահատուկ խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը թող չխրովի, ոչ էլ վախենա. I give you my peace, not what the world gives you. Ասում եք, մի հատ այս տունը առնեմ, հանգիստ կլինեմ։ No. Այս մեքենան ունենամ, no. Մի քանի հատ երեխա ունենամ, no. No. Աղոթեք մեզ համար, եկեղեցից հետո մենք ճամփա ենք ելնում դեպի Արիզոնա։ Տղաս վաղ առավոտյան խաղ ունի, թիմը արդեն իրան սիրում է, ուզում Արիզոնայի այնտեղ, MLS-ից մի հարկ ներքև է, կամ էլ համասարանը, երկուսը ինքը խաղալու այդ թիմից համասարանի դեմ Grand Canyon University։ Երկու մարզիչներն էլ լինելու են։ Տիրոջ ձեռքում եք ասեց բաչիկ։ Աստծո ձեռքի մեջն է։ Ես իրականում քշեմ հասնեմ ընդեղ, ինքնատիպ տոմսեր ապահովեմ, ես անեմ հայր լինեմ իր համար, բայց ում ձեռքի մեջ է։ Տերը փակում է բոլոր դռները եւ բացում այն դուռը, որ պետք է իր զավակը մտնի։ Եվ ինքը պետք է որոշում ներկայացնել դուռը, որ Տերը բացեց, ինչի համար բացեց, որ դու ուրախանաս, թե զվարճանաս, ունենաս խաղաղություն, չի տա քեզ այդ խաղաղությունը։ Վերցու իմ խաղաղությունը, peace I live with you, Հիսուսը գնում է, ասում, բայց իմ խաղաղությունս թողում է քո վրա։ Մի փտրի խաղաղություն աշխարհի մեջ չես գտնելու։ Կարող է մի 5 րոպե ստեղ մեր խորընդեղ, բայց այն խաղաղությունը, որ ունեն Աստծոց Հիսուս Քրիստոսից, չի համեմատվի։ Ամեն անգամ, երբ որ վերջացնում ենք Աստծո խոսքը, վերջում ես հրճակում եմ ձեր վրա Աստծո օրհնությունը, Աստծո խոսքից։ Եվ վերջի համարը ի՞նչն է։ Խաղաղություն տա։ Աստծո խաղաղություն։ Շատ անգամ եք ավելացնեմ, պաշտպանեք այդ խաղաղությունը։ Սատանան ուզում է հափշտակի տանի այդ խաղաղությունը։ Նույնիսկ որ լավ չես, լավ կլինես։ Որտեղ Աստծո ձեռքի մեջ ամեն բան այդպես է։ Սիրելիներ, Հոյակապ ավետարանի Չերչ Պիլիգրամը եւ շատ մեծ քարոզիչներ այս կյանքի մեջ քայլեն գրքեր կան լի, որ կարող կարդանք եւ սովորենք, բայց ամեն տարի the bestseller չգիտեմ արդեն որերորդ տարին է, դարն է, Աստվածաշունչն է։ The bestseller ամեն տարի հաղթում է սահին։ Ոչ մեկ չի ուզում դրա մասին։ New York Times bestseller դեսի ինչ գիրքը։ Աստվածաշունչն է եւ մի թողեք որ փոշի վրա նստի։ Կարդացեք խոսքը։ Հեռախոսի մեջ կա, app-եր կա։ Հազար տեսակ app բացում ենք, Instagram, Facebook եւ այլն բացենք։ Աստվածաշունչի app-ը։ Կարդամ դա
Եվ սիրելիներ, խոսքը սերտելուն, իրար հետ հավաքվելու եւ իրար հետ կիսվելու Աստծո խոսքը, դա ուրախ ժամանակ է հոգևոր մարդու հետ։ Գիտեմ Լոս Անջելեսում ուզում եմ քեզ ասի օգնած ես, գիտեմ ուզում եմ ասի, որ հերոյ ես, գիտեմ ասում եմ, որ տրաֆիկա ճանապարհը։ Ոմանք դեռ ի վիճակի չեք, ոմանքի համար դժվար, բայց գիտեք ինչ, որոշում պետք է ներկայացնենք, որ իրա ձեռքի մեջ լինենք, որ աճենք հոգևորապես, որ եկեղեցին ինչքան աճի, հոգևորապես, այդքան էլ կաճի աթոռներ լցնելու, վստահ եղի։ Բալանին եք ուզում տեսնեք այս աթոռները լցվելու, քո հոգևոր աճի մեջ է։ That's the key։ Եթե դուրի մեջ ուզում եք մտնել ես մեն աթոռները լիլ տեսնեք, read the Bible, Bible study, Տեր օրհնիցես։ Ամեն։ Հարցում Հիսուսը սիրես։ Իսկ բաչը եղբայր ադին հարցում է, եթե Հիսուսը սիրած չլայինք, հոս չէին գլար, շիտակ է։ Նույն հարցումը Պետրոս որուն հրավ Հիսուսին, բայց Հիսուսը սա որ Պետրոս, որ 3 տարի քո ընտանիքը ցկեր ես, իմ ետևես եկած ես, ճամփաները կբարգեինք, քանի որ Հիսուս գլուխը դնելու բարձի դեղ աճում։ Հարցում արավ Պետրոս, ինձ կսիրես։ Սա եղբայր։ Դեր, դու շատ լավ գիտես, ես կսիրեմ քեզ իրավ, ցկեր եմ ամեն ինչ բան, գնիկ, ընտանիք ցկեր եմ, քո ետևը դեկերեմ, ինչ հարցում է, 3 անգամ հարցուց, կսիրես ես, և որ ասարդումները ուքան մեզի, մտածենք, ինչպես կսիրենք Հիսուսին, իր ուզածը գնենք, իր սիրածը գնենք, Հիսուս մեզ շատ բաներ ուզել, Հիսուս մեզի բադվիրեց, որ անդադարաղոտ գնենք, զվարճության հոգի ունենանք, և ադիգա Աստծո խոսքեն գուկա։ Հիմա երկու բան կա, իմաստություն կա և գիտություն կա։ Գիտություն ուրդեղ են գուկա, Kirker են, դպրոց են, իմաստություն ուրդեղ են գուկա, ասնուզմ է։ Շատ կլսեմ, որ ասինչ իմաստուն մեգն է, բայց երբեք սուրպի կպացած չէ, բայց իմաստուն է, ադի սխալ դիտվոս է, ասված կուդա իմաստությունը, և գսե իմաստությանը սկիզբը, Աստծո վախն է։ Եվ որ դուն պիտի ամուսնանա էր նոր, որոնք որ ամուսնացած են, անգի առաջ երտան, նշանվես։ Օրը քանի վարգյան, քանի ժամ նշանածիտ մասին կմտածես։ All day, all night։ Չիդակ։ Միան կմտածեինք, այդ ժամանակները կմտածեինք, որ ինչպես ինչ ընեմ, որ նշանածիս ուրախացնեմ։ Ադալեններն է, որ ձայիկները շատ կծախվեին, ոսկեղենները շատ կծախվեին։ Եվ շատ կարևոր է ադի, որ մեր նշանածը ուրախ պահենք։ Ասկի առաջ կսել եմ, ես նշանածս ասվիգը
երբ մգար որ շատ կսիրեր, հոգևոր երկ է, երբ որ ես պիտի երտայի, դունեն իրեն պիտի վերցնեի, կասետը անդեղը գպերեի, որ և որ օթոն աշխատցնեն, ատ երկը գսկսի, ադի իրեն ուրախություն, զվարժություն կպատճարել, և ադի ամեն անգամ կգրտնեի, գիտե որ իրեն ուրախություն կպատճար, ադոր նման Հիսուսը կսիրես, գիտեք, ասո խոսքը կներգայացնե Հիսուս իպր ինչ, Պեսա, եկեղեցին իպր ինչ, հարս, որ այդ հարս և Պեսայի ժամանակները միշտ ուրախության, զվարճության, խանդավառության բահեր են։ Մեր կյանքը այդ տեսակ բահեր ըլլա մինչև վերջ, երբ որ մենք Աստծո խոսքով գարաշնորհվենք։ Հիսուսի ուզածները գնենք, Հիսուսի փափակները ինչ է, մեր բոլոր օրվա աղոթքի մեջ անցնել է, Աստծո խոսքի մեջ անցնել է, Աստծո զվարճության մեջ անցնել է, մնացած սատանան ամեն ինչ պիտի փորձե, որ մեզ խանգարե այդ խաղաղությունը։ Բայց եթե մենք Աստծո խոսքին վրա հիմնվելով, աղոթքի մեջ ըլլալով, ֆրուեն վրա աղոթելով, պիտի գնանք Աստծո կամքը կատարել։ Եվ որ Հիսուսին ուրախացնես, գիտես ինչ կպատահի, դու ուրախանաս։ Ամեն։ Վերջի երկով և օրհնության աղոթքով պիտի բաժնվենք ասարավոտ և չմոռնանք, որոնք որ երեխա ունին կամ նվիրած չեն, Ձագազարդի օրը լավ առիթ մնեն։ Եկեք ոտքի վրա լինենք, վերջի երկու և աղոթքը։ Bye.
օրհնի մեզ եւ պահի մեզ։ Բայց անեցու քո երեսը մեր վրա եւ ողորմի մեզ։ Բարձրացրու քո երեսը մեր վրա, Տեր իմ փրկիչս, եւ տուր մեզ քո խաղաղությունդ։ Եվ բոլոր եկեղեցի իրար հետ ասեցինք. Ամեն։